Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, դե հույսով եմ, որ լավ եք, ասա ինչով ես հույսով եմ, որ լավ եք, որովհետև մեկնաբանություններ եք կրում, սիրելիներս, այսօր պատրաստելու ենք ռուլետ, ես այդ ռուլետը էլի եմ պատրաստել, հիմա պատրաստում եմ իմ նոր հետևորդների համար, հները գիտեն, ոնց եմ պատրաստել, ինչ եմ պատրաստել, ուրեմն ես վերցրել եմ 5 հացու, դուք ինչքան կարող եք այդքան վերցնել, ուրեմն 5 հացևին 5 ճաշի կթալ ալյուրա, 5 ճաշի կթալ շաքարավազա և մի պտղուն ծաղ և 2 ճաշի կթալ բուսական յուղ, եթե ցանկանում եք վանելին էլ կարող եք ավելացնել, չեք ցանկանում չեք ավելացնել, ճիշտ ասած ունեմ, բայց ոնց որ չհանեցի բայց երևի հանեմ, դե գնացեք սիրելի, ողջույն սիրելիներս, ինչպես եք, հույսով եմ, որ լավ եք, ասա ինչ գիտես, որ լավ ես, գիտեմ, որ որտեղ մեկնաբանություններ եք գրում, ուրեմն լավ եք, որ գրում եք, մենակ մեր ֆլորաքույրիկը այս վերջերս չի գրում, իսկ թվում է հիվանդ է, ֆլորաքույրիկը եթե լսում է, սիրելի հետևորդներ ջան, երկար ժամանակ ռուլետ չեմ պատրաստել, իմ հին հետևորդները բոլորը գիտեն, որ պատրաստել եմ, ոնց եմ պատրաստել, հիմա այս անգամ պատրաստում եմ իմ նոր հետևորդների համար։ Դե գնացինք սիրելիներս, համեր թողնումս ստեղա, շատ իրար համար եմ պատրաստում։ Դե գնացինք սիրելիներս, ինչ ամես անհրաժեշտ, անհրաժեշտ է 5 հացու, դուք կարող եք 4 հոգ պատրաստել, 3 հոգ պատրաստել, ձեր ցանկությամբ։ 5 ձևին հարկավոր է 5 ճաշի կթալ ալյուր, 5 ճաշի կթալ շաքարավազ, 2 ճաշի կթալ բուսական յուղ, 1 թեյի կթալ վանելին, կարող եք ավելացնել, կարող է չէ, դե ես ծիրանի ջեմով եմ պատրաստելու և ավելացնելու եմ երևի 1 ճաշի կթալ բան, լիկյոր չի, ամարետո, որ ասենք համ տա էլի, դե գնացիք սիրելիներս, առաջինը դեղնուցն եմ խփում, սպիտակուցն եմ խփելու նոր դեղնուց, դեղնուցը դրանք ստեղ ատում, ճիշտ է հազս են ժամանակվա նման չկա, բայց անցել է, դե շատ չէ, մեկ եթե քաղցր եմ ուտում մի բան հազացնում, քաղցր, խնձոր, պետք է զգուշ լինեմ, էլի դրանից հազացնում է ինձ, ուզում եմ այսին գնի, սա էլ այսպես, այդ ծորնուվից քնած է, հենց հելավ գալու այդ խանգարի, չի թողնելու, որ գործս անեմ։ Հիմա մեկ պտղուն ծաղ եմ լցրել, հիմա արդեն մեր բեզեն պատրաստ է, բանն ավելացրել եմ, ինչա բուսական յուղը ավելացրել եմ, հիմա կավելացնենք ալյուրը և քիչ կխառնենք, հիմա առաջին ավելացնում եմ վանելինը, ավելացնում եմ 1 ճաշի կթալ
ամարետո և քիչ-քիչ ավելացնում եմ ալյուրը։ Ասեմ, որ ջեռուցը միացրել եմ տաքանա 180 ջերմաստիճանի տակ։ Կամաց խառնում ենք։ Չփչացնենք մեր բեզեն։ Խառնում ենք, ալյուրը չմնա արանքում էլ և լավ պետք է խառնենք, որ գունդեղած ալյուրը չմնա։ Ոնց որ ալյուրը լրիվ լուծվեց։ Ու հավասարացնում ենք, այստեղ ալյուր է մնացել։ Այդքան խառնելուց հետո էլի ալյուր է մնացել։ Հավասարացնում ենք, այսենց մի քիչ էլ իրան օդերը դուրս գա, հեսա թմթմացնենք, հետ օդերը դուրս գա, որ հավասար չի լինում, մի կողմը հաստ լինում, մի կողմը բարակ, դրա համար աշխատենք, որ հավասար լինի։
Այս մասը հաստալն է։ Ջերուցում էր տաքա, հատը դնենք թխվելու 10 րոպե երևի, 10-15։ Դնում եմ ամենատակից երկրորդի վրա, հենց որ երեսը տեսնենք մի քիչ ռոզվի անումա, հանում ենք։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն եղել է։ Փաթաթում ենք, մի քիչ համ կոտրվի, համ հովանա, մի քիչ մնալուց հետո արդեն ջեմը կքսենք։ Սիրելի հետևորդներ ջան, մամուկներ ջեմը կքսենք։ Ոնց որ այա կսեցինք։
Ասում ես կողքերից կտրիր, որ շնչի, համել տեղավորի։ Տեսնում եք, ինչ լավ ստացվեց։ Հիմա շաքարի փոշի կցանենք, սերի հետևորդներ ջան։ Սերի հետևորդներ ջան, այս էլ մեր ռուլետը։ Այս այստեղ մի կտոր կա, դրս էլ համակը տեսնենք։ Սերի հետևորդներ ջան, շատ համեղ է ստացվում։ Դրանի նամը երգելու ժամանակն է։ Կավկասկի Արուսը ոնց է երգում, դրանին այ, դրանին այ։ Շատ համեղ է ստացվում, սերի հետևորդներ ջան։ Սիրելիներս դե ինչ ասեմ, եթե ձեզ դուր եկավ, դուք էլ պատրաստեք, ովքեր որ չեն պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում։ Սիրելիներս չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակոճակը, գրվել ձեր մեկնաբանություններում, որից շատ սիրում եմ։